Ժողովուրդ օրաթերթը գրում է. երեք տեղի ունեցած աժենիստը ոչ միայն ևս մեկ անհաջող օրինակ էր գործադիր եւ օրենսդիր մարմինների հարաբերության, այլև քաղաքական դեգրադացման կենդանի ցուցադրություն։ Կառավարության հարց ու պատասխանը, որը նախատեսված է քաղաքացիներին հուզող խնդիրներին պատասխան տալու, հաշվետվության եւ հանրային բանավեճի հարթակ լինելու համար, կրկին վերածվեց անհավասար մենամարտի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ։ Փաշինյանում ձայնի տեմբրը սրացավ հենց ընդդիմադիրներից հարց ստանալու պահից, կրկին չհրաժարվեց իր վերջին տարիների ֆավորիտ մեթոդից՝ սպառնալիքներով եւ ագրեսիվ ռետորաբանությամբ փակել բանավեճը։ Բայց եթե սա մնար միայն Փաշինյանի ելույթի տիրույթում, գուցե կարելի է լինել մեկնաբանել որպես հերթական նյարդայնացած պահ։ Զավեշտալին այն է, որ ԿՊ խմբակցության մի շարք падգամավորներ սկսեցին դերաբաշխված շարժվել դահլիճում, մեկը Փաշինյանին հանգստացնելով, մյուսը ընդդիմության վրա հարձակվելով, որոշներն էլ հանդարտեցնելով։ Հավասարազոր դերակատարությամբ ներկայացան նաև ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Այս երկու պաշտոնյաները, որոնք ըստ իրենց կարգավիճակի պարտավոր են պահել խորհրդարանական նորմերն ու արժանապատվությունը, հակառակը մասնակցեցին ԱԺ դահլիճում սկսված աղմուկին ռեպլիկներով։